Պեկ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է շուրջ 1,5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Դավթաշեն վարչական շրջանում գործող պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցրել է կանխիկ գումար և չի տրամադրել ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրել է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ։ Արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 430 միլիոն դրամի վնաս, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնականի բադալյանը։ Հայաստանի կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, նշել է նա։ Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման պատճառով Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիներին տեղափոխել Իրանի վտանգավոր տարածքներից և ակտիվորեն քննարկում է տարհանման տարբերակները։ Հայաստանը տարհանման հնարավոր ուղիներից ցանկում է։ Իսրայելի պաշտպանության բանակը չեզոքացրել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ երկրի բարձրագույն ռազմական հրամանատարին։ Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության վարչության ստացած ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա եւ օգտվելով ընձեռնված հնարավորությունից Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Թեհրանի սրտում գտնվող հրամանատարական կենտրոնին եւ վերացրել Ալի Շադմանին, ամենաբարձրաստիճան ռազմական հրամանատարին եւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ անձին, ասված է Ցահալի հայտարարության մեջ։